Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր կազմած Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշ չակերտներ է բացել։ Կուսակցություններից ու քաղաքասարակությունից բացի նաև իրավապահների դերն է մեծ իշխանափոխության գործում։ Միգուցե ես սխալվում եմ, բայց ես համարում եմ, որ նաև իհարկե այդտեղ իրավապահ համակարգներ մեծ դերակատարություն ունի։ Այդտեղ ինստիտուտների դերն է ամենակարևորը։ Հիմա ո՞րն է մեր նպատակը, իշխանափոխություն անելը, թե կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։ Սա շատ կարևոր հարց է, չէ՞։ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ առանց մանրամասների պնդել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է։ Երեկ նախկին նախագահը բավարարվել է միայն ակնարկով, որ խոսքն ըստամենայնի ընտրությունների մասին չէ։ Հիմա եթե մենք ունենք կայացած ինստիտուտներ, որոշեմ, որ պետք է ամեն ինչը հերթով, շարքով, շնորհքով լինի, սպասենք ընտրություններին, գնանք ընտրություններով, կտեսնենք եւ այլն եւ այլն եւ այլն, էլի։ Կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում, բայց այդ որոշումները կայացնում են ոչ թե ելնելով, բայց ամիս մեզ կֆինանսավորեն, թե չեն ֆինանսավորի, այլ երկրի շահերից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում է, հենց ինքը ժողովրդի ճնշման տակ է հեռացել իշխանությունից, երբ 10 տարի նախագահ էր, դրանից առաջ էլ ղեկավարել էր իրավապահ ուժային կառույցներ։ Արդյոք սա նշանակում է, որ 2018 թվականին ինքը նորմալ չի ֆինանսավորել իրավապահ համակարգին, դրա համար իշխանափոխությունը տեղի ունեցել։ Այդ հարցին Սերժ Սարգսյանն անուղղակի անդրադարձել է, պատասխանելով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը անմիջապես չձերբակալվեց հանրային ռադիոյի շենք մտնելիս, այլ միայն օրեր անց, երբ փողոցային շարժման ծավալները շեշտակի մեծացել էին։ Որովհետև այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, ովքեր իզորու են իշխանափոխություն իրականացնել։ Հիմա երրորդ նախագահը պնդում է, պաշտոն չի ուզում, հանրապետականը չի հավակնում նորից վերցնել երկրի ղեկը։ Ռոբերտ Քոչարյանի հետ էլ այդ հարցում չեն մրցում։ Ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Ամենայն դեպս իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Դա գործին օգնում է թե խանգարում է, դա այլ խնդիր է։ Այն, որ երկրորդ եւ երրորդ նախագահների միջև տարաձայնություններ կան, նրանց համակիրների բացահայտ առցանց պատերազմից բացի վկայում են նաեւ հենց իրենք։ Պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն Սարգսյանի, Քոչարյանը կարծում է, թե Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով։ Հանրապետականները իրենց հարցազրույցներում ասում են, այս թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ, ինչ որ հաջողության ասեն։ Ես այդպես չեմ մտածել։ Դա տարաձայնություն է, այո, տարաձայնություն է։ Բայց դա փակում է ճանապարհը երկխոսության ինչ որ հարցեր քննարկելու, իհարկե չի փակում։ Եթե մենք ասենց կոպիտ ասած փորձենք միասին ինչ որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու են։ Նման պատկեր ունենալու են նաև երրորդ նախագահի թիմը։ Մինչ նախկին նախագահները հարաբերություններ են պարզում, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վկայակոչում է միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնցով Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը շատ ցածր է, բայց վարչապետ Փաշինյանն էլ հեղափոխությունից 7 տարի անց ըստ նույն հարցումների 16%-ի վստահություն ունի։ Սերժ Սարգսյանի քաղաքական պատմական էջը վաղուց փակված է։ Բոլոր հարցումներով իր վարկանիշը, բացասական վարկանիշը, 3 ամենավատ բացասական վարկանիշ ունեցող մարդ կա, առաջի երյակի մեջ ինքն է Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդուր Վանեցյանն։ Թող իրանք իրար հետ կռվեն, բարիշեն, ասել են վլուբլայցից, տապիցից, ռազվացից, ինչ ուզում են թող անեն, հայ ժողովրդին հանգիստ թող տվեն։ Խորհրդարանական ընտրություններին մնացել է 1 տարի։